Ես այսօր Facebook-ում post արեցի, որտեղ ասեցի, որ աշխարհում միայն երկու երկիր կա, որտեղից այնտեղ ապրող հայերը վարգաբեկում են Հայաստանը ու հայաստանցիներին։ Ասեցի, այդ երկրները Վրաստանն են, որտեղ ապրում են շուռ տվածները, և Ռուսաստանը, որտեղ ապրում են աբրուսևշի։ Ոչ բոլոր հայերն են Վրաստանում շուռ տված, կես հայերը շատ հայրենասեր հայեր են, և ոչ հայերն են Ռուսաստանում ապրած աբրուսեց արել։ Ընդեղ էլ ունենք կես հայերը շատ հայրենասեր հայեր են, բայց երկու երկիր կա աշխարհում, որ ծնում է, մեծացնում է, վասպիտվույց է անում իր պրոպագանդայով արմենաֆոբներ համ իրանց ազգի մեջ, համ էլ կես հայերին դարձնում է նույն ձևի արմենաֆոբ։ Հիմա ձեզ ապացուցում եմ, այս հոլովակս ամբողջը գիտական տվյալներն է, հələ մի երկու վայրկյան լսենք։ Наша сегодняшняя научная тема будет книга профессора Джеймса. Наша сегодняшняя научная тема будет книга профессора Джеймса Хенри Брестеда, которая называется «Древний период. История раннего мира». Джеймс Хенри Брестед является археологом, историком и египтологом. Он является первым американцем, который защитил докторскую по египтологии. Я для вас приготовила два фрагмента из его книги. Первое. Տոյից տեսնում եք, ստեղ ոչ մի բան ես իմ կողմից չեմ ասել, մենակ ցիտիրված եմ արել իրա գրքից։ Պատկերացնում եք, չէ՞, դա ինչ աշխատանք է, որտեղից եմ ես դա ճարում, թարգմանում, դասավորում, ինչքան փողեր եմ դրա վրա ծախսում, սա գիտական աշխարհից գիտական տվյալներ են, թեմաներ են։ Հիմա նայեք Աբրուսևշի գրածը։ Ու դուք ինձ ասում եք սենց մարդկանց մասին, որ իրանք հայ են, իրանց Հիմա նայեք ինչ ա գրել Տիգրան Բալասանով. Тётя, ощущение, что вы из палаты номер 6 вещаете. Армяне произошли от Евы и Адама Աստվածատուրյան. Тему закрываем. Պատկերացնում եք, հələ ոնց է ձեռ առնում ես, ու որ բացում ես իրա էջը նայում ես, լրիվ աբրուսևշի, իրան հետաքրքրում են միայն իրանց ռուսական, ռուսների հետ կապված թեմաներ ու իհարկե վրացալուբը, չէ, ոնց որ, տեսեք, սախ ռուսական թեմաներ, ստեղից ընդեղից էլի անկապ, ու նայեք SSSR, ամեն ինչ, այս սրանք, այդ նայեք ինչ թեմաներ ինքը ունի, ռուսական, ինքը մինչև հիմա, տես իրա ռուսական սիմվոլիկայով, բան, դաժե որ հայերն են, բայց նայեք թեմաներ, էլի, որ ջուր խմել, ես իմ ինչ, լրիվ սովետական ձևի մարդ, հա, աբրուսևշի, Ռուսաստանում ապրող, նայեք, իրան հետաքրքրող թեմաները, զնյոմ կոսմոնավտիկի, ես իմ ինչ լրիվ այդ Սավեշինը Գալավնովը մոզգը, այս տիպի մարդիկ ատում են, երբ որ ինչ-որ մի ազգ, մանավանդ հենց մեր ազգը, առանձնացվում է ու երևում է, որ մենք հին ենք, ավելի բարձր ենք, հանկարծ մենք ավելի բարձր չդրվենք մյուս սովետական ռեսպուբլիկաներից։ Այսենց տիպի կոմունիստ հայերն են եղել, որ մեր ամբողջ պատմությունը հերքել են, որ Ստալինին դաժե խնդրել են, որ գիտես ինչ, մենք ունենք սենց հայրենասեր իբր թե էլի, պատրիոտ իբր թե հայեր, իրանց սլկա ուղարկի Սիբիր, որտեղ իրանց ուղեղը արդեն լրիվ աբրուսեց արել, իրանց համար SSSR, ոչ մի հայություն, ոչ մի
հայկական հողեր, մենք պետքա լինենք եղբայրներ բոլոր պրոլետարիների հետ, մենք պետքա ոչ տեղ չխոսանք, որ հայերը հին են, դրա համար պատկերացնում եք, եկել է ինձ է նկատողություն առնում ու ինձ ձեռառնելով, էլի, Ադամ ու Եվա, դե սրանք չեն հավատում, չէ, ռելիգիայի, սրանք լրիվ սովետ են, ձեռ առնում, էլի, որ Ադամ ու Եվա ու ձեռառնելով աստվածատուրան, տիպը աստված բառն էլ գիտի, էլի, հասկանում եք, սրանք ինչ փդած մարդիկ են, ու դուք ինձ ասում եք, դու հայերին մի պառակտի, սրանք նրանք են, որ այն հայերը, որոնք կռվել են կռվի դաշտում Թուրքի հետ ու պաշտպանել են հայերին, այդ հայերին դրել են վագոնի մեջ, ուղարկել են Բաքու, ու այդ նկարը կա, մեր հայ տղամարդիկ կռված Անդրանիկ Փաշայի հետ, տկլորացված վագոնում իրանց կացնահարել են, որտեղ այսենց ռսացած, Աբրուսևշի, սավետսկի մոզգով ժանգոտած դավաճանները, այտենց հայերին, որոնք կռվել են թուրքերի դեմ, սպանել են տվել, որովհետև էդի ռուսական ծեմային դեմ ա, մենք ախպերություն պետք է անենք թուրքերի հետ, ու ես չեմ ասում նորմալ չլինենք թուրքերի հետ, ես չեմ ասում եկեք թուրու թվանքով կռվենք թուրքերի հետ, ես դա չեմ ասում, բայց ես էլ եմ ուզում միրնը սասուշիստվավանյե, որ ոչ կռիվ լինի, ոչ մի բան, բայց սենց սրա հաշվին, որ մեր կռվողներին ուղարկես Ադրբեջան, հա, բա իրանք ինչի իրանց կռվողներին միաչ ուղարկեցին մեր մոտ։ Իրանք Ռամիլ Սաֆարովին տարան, պահեցին, կվարտիրա նվիրեցին, աշխատանք նվիրեցին, բա ինչի իրանք մեզ չեն ուղարկում նրանց, ով որ մեր պապիկներին ու երեխեքին գլխատել ա, բայց դուք այն հայերին, որոնք կռվել են Թուրքի դեմ դաշտում, կռվի դաշտում, պատերազմի դաշտում, դուք իրանց դրեցիք վագոն, ուղարկեցիք Բաքու։ Ու սրանք հիմա գալիս են իմ էջում ինձ վատ բաներ են գրում, գալիս է անձնական ինձ վիրավորանք ա տալի, մենակ նրա համար, որ ես գիտական աշխատանք եմ ցույց տալիս, այն ինչ որ իր սովետում խախտել են, խափել են ու լրիվ ուրիշ ձև են արել, ասա սրա հիմա դեմքը իչքան ես մեզ ցույց տա։ Սա էլ մի ցույց տալու բան չի, բայց դե գոնե տենակ ով ա, որ մյուս անգամ իմանաք։ Ու նայեք, իր ծանոթները, ընկերները, իր շրջապատը, ոչ մի հայ, ոչ մի հայություն, ոչ մի բան, այսենց իրանք իրար մեջ լրիվ ռսացած տեսքով տեսնում եք, սրա մեջ ինչ հայություն կա։ Ուրեմն սովետի ժամանակ իրանք Մոսկվայից ձյակնով կեղծել են մեր ամբողջ պատմությունը, իսկ ես հիմա ցույց եմ տալի եգիպտոլոգի, պատկերացնում եք առաջի եգիպտոլոգի, որը տենց մեծ պատիվ ա ունեցել, իրա ծեման եմ ցույց տալի, իրա գրքից թարգմանում եմ ցույց եմ տալի ինքը ոնց է հայերին մասին գրել Հնադարյան, ինքը դրա վրա եկել է ինձ ասում է շեստո պալատայից էս ծոցը Ադամ ու Եվան եղել են աստվածատուրաններ, մի հատ ինձ է սկզբից վիրավորում, հետո էլ ամբողջ հայ ազգին ու ռելիգիային էլ հետը մեր։ Ու դուք ասում եք ինձ, Էրնա մի պառակտի, հայերին իրարից մի պոկի, դու էսրան, սա մեջքից խփողներից ա, բեթար ա սա թուրքի դեմ կռվողին մեջքից խփում ա տալիս ա թուրքերին, դուք սենց հայերին պաղում եք, որ ինչ, որի մեջքից խփի տա ինձ թուրքին, դուք ձեզ լավ զգաք, էտա ձեր ուզածը չեմ հասկանում։ Դուք խոսացեք հայկական պատմությունից, թողա ձեզ գրի, դուք չեք խոսում, մտել եք էլ իմ յուբկի տակ պահկվել եք, ես խոսում եմ պատմությունից, դուք ինձ ասում եք մի պատասխանի սրան, ես հիմա նստել եմ այսքան ջղայնացած խոսում եմ, ինչի պետք է իմ ներվերը ջղայնությունից գնան սրա նման կապիկներ էլ չեմ ուզում ասեմ, կապիկն էլ է սրանից լավը, ինչի պետք է ես ջղայնանամ սրա պատճառով ու ես սրան պատասխան տամ, իսկ դուք կտցրածներ, մոլախոտ ուտողներ գալիս եք ինձ ասում եք, մի պառակտի մեզ, դուք որ մոլախոտ չուտեք, մի քիչ զբաղվեք, մի քիչ էս կոմենկոմ նայեք, կտեսնեք, որ սրանք են մեզ խանգարում, սա է եկել ինձ խանգարում, ես սրա փոխարեն հիմա մի հատ էլ հոլովական էի տենց, բայց արդեն ոչ ժամանակ եմ ունենում, ոչ էներգիա, սաղ սրանց վրա է գնում, իսկ դուք գալիս եք ինձ ասում եք մի պառակտի, դուք հերիքա հա արածեք, հերիքա դուք այդ մոլախոտով սնվեք, մի քիչ էլ գիրք կարդացեք մարդ դարեք։